Տերն իմ հովիվն է, ես ոչ մի բանի կարոտություն չեմ ունենա, նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ և հանդարտ ջրերի մոտ տանում է ինձ, իմ անձին հանգիստ է տալիս, ինձ առաջնորդում է արդարության շավիղներում իր անունի համար, թեև գնամ մահվան շուքի ձորում չար բանից չեմ վախենա, որովհետև ինձ հետ ես, քո գավազանն ու քո ցուպը նրանք մխիթարում են ինձ, դու իմ առջև սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց, դու իմ գլուխն օծում ես յուղով, իմ բաժակը խիստ լիքն է, հենց բարիք և ողորմություն կգան իմ ետևից, իմ կյանքի բոլոր օրերում, և Տիրոջ տանը կբնակվեմ շատ երկար ժամանակ, ամեն, կխնդրենք խոնարհեք մեր գլուխները և աղոթքով գանք Տիրոջը, երկնավոր Հայր, քո առջև ենք, քո որդու Հիսուս Քրիստոսի անունով Տեր, Տեր Աստված խնդրում եմ քո ներկայությունը, քո հատուկ ներկայությունը այս վայրի մեջ Տեր, Սուրբ Հոգի խնդրում եմ արի գործելու մեր սրտի մեջ, ամեն մի կյանքի մեջ Տեր իմ Աստված, խնդրում եմ Տեր ճեղքիր մթնոլորտ ու արի քո հոգով, մեր ամեն ակնկալիքները քեզանից են Աստված իմ, մեր աչքերն ուղղված են քեզ և մենք սպասում ենք քեզանից խոսքի Տեր իմ, և խնդրում եմ Տեր իմ Աստված, որ դու փառավորվես ամբողջ ընթացքի մեջ, որովհետև միակն ով արժանի ապարքերի դա Տեր Հիսուս դու ես, ամեն, Փառք Տիրոջը, այն խոսքը, որ այսօր ուզում եմ կիսվել, վերնագրել եմ Եհովա Նիսի, որ նշանակում է Տերն իմ դրոշն է, Եհովա Նիսի, գուցե այն հատվածը, որն այսօր ուսումնասիրելու ենք բոլորիս կամ շատերիս հայտնի հատված լինի և շատ անգամներ ընթերցված, շատ անգամներ մեկնաբանված, շատ անգամներ քարոզներ լսած և գուցե նոր մտքեր չլսենք այսօր, բայց հավատում եմ այն ինչ որ կա այս հատվածի մեջ շատ կարևոր է եկեղեցու հաստատման համար, թե որպես անհատ քրիստոնյա, թե որպես եկեղեցի և կարծում եմ կարիք կա մեր սրտերը բացելու և գործնականում այս ամենը կիրառելու, ամեն, Աստվածաշնչում տարբեր պատմություններ կան գրած, ամբողջ Աստվածաշնչի մեջ մենք կարդում ենք և տեսնում ենք տարբեր պատմություններ և այդ պատմությունները շատ ավելի խորն են, քան պարզապես ինչ-որ դեպքեր, որ տեղի են ունեցել մարդկանց կյանքերի հետ, դրանք շատ ավելի խորություններ ունեն, շատ ավելի մեկնություններ ունեն, Աստվածաշնչին պետք չի վերաբերվել ուղղակի որպես պատմություններ, որ իրականում տեղի են ունեցել, անգամ շատերը Աստվածաշնչին վերաբերվում են որպես առասպելական ինչ-որ մի բանի, ինչպես մեզ համար օրինակի համար կարա լինի Մովսես խորենացու հայոց պատմությունը, որ մեր պատմությունն է և անգամ մեր պատմության մեջ կա էպոս, Սասունցի Դավիթ, որտեղ ինչ-որ գերբնական բաներ են լինում և շատ մարդիկ Աստվածաշնչին վերաբերվում են որպես Իսրայելի անցած պատմություն, որ Իսրայելի պատմությունն է, նրանց հերոսներն են և անգամ այնտեղ կերպարներ ու դեպքեր կան, որոնք այդպես առասպելական են և իրական չեն, բայց այն ինչ որ պետք է հասկանանք Աստվածաշնչում գրված պատմությունները շատ իրական են, դրանք դեպքեր են պատմական, որ իրականում տեղի են ունեցել, բայց ես ուզում եմ ասել, որ դրանք ավելին են, քան պարզապես դեպքեր, պատմության մեջ Իսրայելի հետ և Աստվածավախ, Աստվածապաշտ մարդկանց հետ տարբեր դեպքեր են տեղի ունեցել, բայց ոչ բոլորն են, որ գրվել և դարձել են Աստվածաշունչ, Գաղատացիներ 4 գլխում Պողոսը մի պատմություն է ներկայացնում, Գաղատացիներ 4 գլուխ 22-րդ խոսքը կկարդամ, որովհետև գրված է, թե Աբրահամը 2 որդի ուներ, մեկն աղախնից և մյուսը ազատից, բայց նա, որ աղախնից էր, մարմնի կողմից էր ծնված և նա, որ ազատից էր, խոստման համեմատ, պարզ մի պատմություն է ներկայացնում Պողոսը ասում է Աբրահամը սովորական մի մարդ էր և 2 որդի ուներ, 2 տղա ուներ, մեկը իր աղախնից էր, որը ծառայության մեջ էր և մյուսը ազատ մեկից էր, իր կնոջից էր, որը ծառա չէր, բայց հետաքրքիրն ինչ է, որ այս պատմական փաստի վերաբերյալ Պողոսը շարունակում է և հաջորդ խոսքում այսպես ասում, 24-րդ խոսքը, այս բաները այլաբանորեն են, պատմական փաստեր էին, մի մարդ 2 որդի ուներ, բայց Պողոսն ասում է այս ամենը այլաբանորեն են և շարունակում է ու մեկնաբանում է, սրանք 2 կտակարաններն են, մեկը Սինասարի ծառայության մեջ ծնված, որ Հագարն է, որովհետև Հագարը Սինասարն է Արաբիայում, որ հավասար է այժմյան Երուսաղեմին, իր զավակներով հանդերձ ծառա է, և շարունակում ու ասում է, բայց վերին Երուսաղեմն ազատ է, որ մեր ամենիզմայն է և շարունակում է, իմ միտքը այն չի, որ մեկնաբանենք այս հատվածը, բայց իմ միտքը հետևյալն է, որ Պողոսը վերցնում է պատմական մի փաստ և ներկայացնում ու ասում է, որ սա այլաբանություն է, այո, ուներ 2 որդի,
դա պատմական փաստ է, բայց սա խորհուրդ ուներ։ Եվ Աստվածաշնչում շատ անգամներ ենք մենք հանդիպում այսպիսի մեկնաբանության։ Օրինակ Հիսուսին, երբ որ մոգերը եկան եւ Հիսուսին նվերներ բերեցին ոսկի, կնդրուկ եւ զմուրս։ Եւ մեկը կարող է ասել այլաբանորեն ոսկին դա խորհուրդն է թագավորի, որ Հիսուսին ընդունեցին որպես թագավոր, կնդրուկը դա երկրպագության խորհուրդն ունի, նրան ընդունեցին որպես Աստված, իսկ զմուրսը դա մահվան խորհուրդն ուներ, որ ներկայացնում էր Հիսուսի։ Կարող ենք ընդունել, կարող ենք չընդունել, բայց այսպիսի մեկնաբանություններ կան։ Բայց կա Աստվածաշնչի նաև բառացի մեկնաբանություն, որ չեն ընդունում այլաբանությունը, չեն ընդունում այդ խորհուրդները։ Օրինակի համար, երբ որ բարի Սամարացին այն մահամերձ մարդուն մոտեցավ, հանեց յուղն ու գինին, որոշները կարող է մեկնաբանեն, ասեն յուղը եւ գինին խորհուրդ ունեն, իսկ ուրիշներն էլ ասում են ոչ մի խորհուրդ չունեն։ Դա շատ པարզ յուղ եւ գինի էր։ Բայց անկախ նրանից Աստվածաշունչը ինչպես կմեկնաբանենք, թե բառացի կերպով կմեկնաբանենք, թե այլաբանորեն կմեկնաբանենք, միևնույնն է, երկու մեկնաբանության մեջ էլ մենք կարիք ունենք Սուրբ Հոգու ներկայության, որովհետև ամեն դեպքում մենք կարող ենք սխալվել։ Ամեն մեկնաբանության մեջ մենք կարող ենք սխալ ուղղությամբ գնալ, ինչ-որ պատկերներ այլաբանորեն մեկնաբանել, ներկայացնել, երբեմն էլ բառացի մոտենալ ինչ-որ բաների, բայց ամեն դեպքում մենք այսօր էլ այս մեկնաբանության մեջ էլ մենք կարիք ունենք, որ Սուրբ Հոգին թույլ տա, որ ինչպես էլ որ կմեկնաբանենք, դա հասնի մեր սրտին ու փոխի մեր կյանքը։ Այդպիսի մի մեկնաբանություն կա Աստվածաշնչում, որ շատերի կողմից ընդունված այլաբանորեն դա Իսրայելի Եգիպտոսում գերության մեջ լինելն է։ Իսրայել ժողովուրդը Եգիպտոսում գերության մեջ են եւ դա այլաբանորեն խորհուրդ ուներ քրիստոնյայի աշխարհի մեջ, մեղքի մեջ, գերության մեջ լինելը։ Եվ ինչպես Իսրայելը Եգիպտոսից դուրս եկավ, երբ որ մտան իրենց տներ ու հավատացին, որ իրենց տան վրա գսելով այդ գառան արյունը իրենք կփրկվեն, իրենք կազատվեն թշնամուց։ Այնպես էլ քրիստոնյան մարդը, երբ որ դեռևս աշխարհի մեջ է ու մեղավոր է, հավատում է, որ Հիսուս Քրիստոսի արյունը, գառան արյունը իզորու իրան փրկելու եւ մնալով Քրիստոսի մեջ, նա ունի այդ հավատքը, որ այդ արյունը կգործի իր կյանքի մեջ ու կփրկի իրան թշնամուց։ Ամեն։ Եվ Իսրայելը Եգիպտոսից դուրս եկավ, եւ սա կերպարն է քրիստոնյայի, որ դուրս է գալիս մեղքի իշխանությունից ու մեղքի գերությունից աշխարհից։ Իսրայելը անցավ Կարմիր ծովով։ Ծովը ճեղքվեց ու Իսրայելն անցավ եւ սա էլ խորհուրդ ունի ջրի մկրտության, որ քրիստոնյան մկրտվում է ու աշխարհն այլևս իր համար մահացած է։ Հետո Իսրայելն անցավ անապատով։ Առաջին բանը, որ նրանց հանդիպեց ջրերը ճեղքվելուց հետո, դա դառը ջրեր էին։ Եվ Մովսեսն աղոթեց, փայտ գցեցին ու այդ ջրերը քաղցրահամ դարձան։ Հաջորդ մի դրվագ մենք տեսնում ենք, որ Իսրայելը երկնքից մանանակ երավ։ Աստված կերակրեց նրանց գերբնական կերպով։ Եվ հաջորդ մի դրվագ մենք տեսնում ենք Ելից 17-րդ գլխում, թե ինչպես Իսրայելը վեմից ջուր խմեց, անապատ տեղ ժայռից ջուր բխեց եւ նրանք հագեցան։ Եվ հաջորդ պատմությունը, որ Աստվածաշնչում գրված է, որ տեղի ունեցավ Իսրայելի հետ, Ելից 17-րդ գլուխ, որ այսօր մենք կարդանք եւ կուսումնասիրենք, Ելից 17-րդ գլուխ եւ 8-րդ խոսքն է։ Ամաղեկը եկավ Ռափիդիմում Իսրայելի հետ պատերազմեց։ Մինչև այս պահը այն ընթացքը, որ Իսրայելն անցել էր, հատուկ այդպիսի մասնակցություն չէր ունեցել իր հրաշքի, իր հաղթանակի մեջ։ Եկել էին Կարմիր ծովի մոտ, Մովսեսն աղոթել էր, ճեղքվել էր, անցել էին, երկնքից մանանա էր եկել, ժայռից ջուր էր բխել։ Բայց այստեղ մի հատ իրավիճակ է, երբ որ Իսրայել ժողովուրդը ինքը պետքա պատերազմի։ Պատկերացնում եք Իսրայել ժողովուրդ, ամբողջ կյանք գերության մեջ են եղել։ Պատերազմել չգիտեն։ Անապատ տեղ, տեղանքն էլ անծանոթ է, ու հանկարծ թշնամին հարձակվում է նրանց վրա։ Այս պատմական մի փաստ է, որ տեղի է ունեցել, բայց սա նաև ունի խորհուրդ եւ այլաբանորեն եկեք հասկանանք ինչ է նշանակում այս պատմությունը եւ ինչ կարեւորություն ունի այն այսօր մեզ քրիստոնյաներիս համար։ Ով էր Ամաղեկը։ Ինչ ազգ էր սա։ Ամաղեկի մասին, որպեսզի ավելի լավ պատկերացում կազմենք, Աստվածաշնչում մեկ այլ դեպք կա, որտեղ խոսվում է Ամաղեկի մասին։ Առաջին թագավորաց 30-րդ գլխում առաջին եւ երկրորդ խոսքերում ներկայացվում է այդ պատմությունը։ Դավիթը իր զորքով առաջին թագավորաց 30-րդ գլխում է գրված։ Դավիթը իր զորքով գնացել էին պատերազմի եւ կանանց, երեխաներին ու իրենց ունեցվածքը թողել էին միտեղ, եւ Ամաղեկը, տեսնելով այդ անպաշտպան,
թույլ ժողովրդին հարձակվել էր նրանց վրա եւ ամբողջ իրենց ավար էին վերցրել եւ այդ կանանց գերի էին տարել, երեխաներին գերի էին տարել եւ Դավիթ երբ որ եկավ տեսավ եւ գրված է որ դրանք ամաղեկացիներն էին։ Եվ ամաղեկի նկարագրությունն էսպիսին է որ հարձակվում է այդ անպաշտպան թույլ Իսրայելն էլ, չէ, մոլորված անպաշտպան կարծես անապատի մեջ ու ամաղեկը հարմար պահ էր գտել հարձակվելու, գողանալու, վնասելու եւ սա մեր թշնամու նկարագիրն է։ Սա մեղքն է, որ գալիս է քրիստոնյայի կյանք գողանալու, նրան զրկելու Աստծո օրհնություններից, մերկացնելու, գերության տանելու։ Եվ ամաղեկը այս խորհուրդն ունի, որ սա մեղքն է, որ գալիս է քրիստոնյայի կյանքի մեջ։ Բայց հետաքրքիր է, որ Աստված անտեղյակ չէր ամաղեկից։ Այնպես չէր, որ հասան Եգիպտոս այդ իրավիճակի մեջ ու ամաղեկը հարձակվեց իսրայելացիների վրա ու Աստված շփոթվեց ու ասեց ես որտեղից հարձակվեցին։ Աստված տեղյակ էր։ Եվ երբ որ մեղքը գալիս է քրիստոնյայի կյանքի մեջ, Աստված նորից տեղյակ է։ Բայց դա մի տեղ է, որ ինչպես Իսրայելը ինքը պետք է պատերազմ տաներ, այնպես էլ քրիստոնյան մեղքի դեմ ինքը պատերազմ ունի։ Համաձայն եք։ Բայց ուզում եմ ավելի խորը տեսնենք Աստծո վերաբերմունքը ամաղեկի նկատմամբ։ Աստծո վերաբերմունքը մեղքի եւ ամաղեկի նկատմամբ ինչպիսին էր։ Մեկ այլ պատմություն կա Աստվածաշնչում, որ մենք կարդում ենք Առաջին Թագավորաց 15-րդ գլխում։ Առաջին Թագավորաց 15-րդ գլուխ Աստված պատվիրել էր Սավուղին, որ Իսրայելի առաջին թագավորն էր, ամաղեկին բնաջինջ անել։ Այսպիսին էր Աստծո վերաբերմունքը ամաղեկի նկատմամբ, որ պետքա բնաջինջ արվի։ Եվ Աստված պատվեր էր տվել ու ասել իրենց կենթանիներն անգամ, հոտերն անգամ չվերցնեք, գնա Սավուղ ու բնաջինջ արա ամաղեք ժողովրդին։ Բայց Սավուղը գնացել էր, պատերազմ էր տարել, հաղթանակ էր տարել, բայց կենթանիներին են լավ հոտը գառներին պահել էր ողջակեզի համար, զոհ մատուցելու համար։ Եվ անգամ թագավորին չէր սպանել։ Եվ երբ որ մարգարեն եկավ Սավուղի մոտ, ասաց. «Էս ինչ ես արել, անհնազանդություն ես գործել»։ Եվ առաջին Թագավորաց 15-րդ գլխի 22-րդ խոսքում այսպես է ասում Սամուելը. «Միթե Տերը այնքան հավանում է ողջակեզների եւ զոհերի, ինչպես Տիրոջ ձայնը լսելուն։ Ահա հնազանդությունը զոհից լավ է եւ ականջ դնելը խոյերի ճարպից»։ Հնազանդությունն ավելի կարևոր էր Աստծո համար։ Բայց Սավուղը վրիպել էր եւ Սավուղը չուներ այդ վերաբերմունքը Աստծո, աստվածային վերաբերմունքը չուներ ամաղեկի նկատմամբ։ Թեև իր կյանքում հաղթանակ ուներ, բայց այդ վերաբերմունքը շատ կարևոր էր ունենալ ամաղեկի եւ քրիստոնյայի համար մեղքի նկատմամբ։ Գուցե մենք մեր կյանքում որպես քրիստոնյաներ հաղթանակներ ունենք, բայց ինչպիսին է մեր վերաբերմունքը մեղքի նկատմամբ։ Արդյոք մենք ունենք նույն վերաբերմունքը, ինչ որ Աստված ունի մեղքի նկատմամբ, որ պետքա մեղքը բնաջինջ արվի։ Երբեմն մենք փորձում ենք արդարացնել մեր գործողությունները։ Հնարավոր է մենք Աստծուց պատվեր ունենանք կամ գործնականում հասկանանք, որ ինչ որ մարդու հետ շփվելը մեզ ստանում է մեղքի մեջ։ Մարդը բացասական կերպով ազդում մեր վրա իր պատմությունները, իր քննարկումները, բամբասանքները եւ մենք մեր սրտի մեջ գիտենք, որ պետք է այդ մարդու հետ շփվել, որովհետև այդ մարդը մեզ տանում է մեղքի մեջ։ Բայց երբեմն մենք կարող է ուրիշ կերպ վերաբերվենք այդ հարցին եւ ասենք ես ուզում եմ վկայել իրան։ Ես ուզում եմ ծառայել իրան։ Այո, պետք է ծառայել մեղավորին, այն մարդկանց, ովքեր որ մեղքի մեջ են, ոչ թե հեռու պետք է մնանք, այլ պետք է ծառայել նրանց։ Բայց երբեմն իրավիճակներ կա, երբ որ մարդիկ ազդում են մեր վրա եւ մեզ տանում են մեղքին։ Այս պարագայում մենք պետք է իմանանք, որ զոհը ավելի կարևոր չի։ Ու մենք չասենք ես ծառայություն եմ անում եւ ծառայության պատճառով չհնազանդվենք Աստծուն։ Բայց երբեմն ինչ վերաբերվում է մեղքին եւ մեղքի են թելերին ու կապերին, որ մեզ տանում են հասցնում մեղքի մեջ, մենք պետքա բնաջինջ անենք։ Եվ սա է Աստծո վերաբերմունքը։ Եվ դրա համար Սամուելն ասում է հնազանդվելը Տիրոջը շատ ավելի կարևոր է, քան այն ծառայությունն ու զոհեր, որը մենք անում ենք։ Բայց որպեսզի ավելի խորը հասկանանք, թե ինչպիսին էր աստվածային վերաբերմունքը մեղքի նկատմամբ, շարունակենք պատմությունը կարդալ։
Շարունակության մեջ 32-րդ խոսքում Սամուելն ասեց. «Ամաղեկի թագավոր Ագագին ինձ մոտ բերեք»։ Եվ Ագագը քնքշությամբ նրան մոտեցավ եւ ասաց. «Անպատճառ մահվան դառնությունն անցել է»։ Սավուղը ոչ միայն գառներին էր թողել, որպեսզի զոհ մատուցի, այլ նաեւ թագավորին էր խնայել։ Բայց Աստծո վերաբերմունքն այլ էր։ Եվ Սամուել մարգարեն, ընդամենը մարգարե էր։ Քահանա ինչքան, երբ որ Սամուելի մասին ենք խոսում, ինչքան խաղաղ, բարի կերպար ենք պատկերացնում։ Չգիտեմ ինչի պատկերացնում ենք, տենց ինչ որ ես պատկերացնում եմ, ինչ որ ծեր մարդ, որ շատ հանգիստ էր, խաղաղ էր, Աստծո խոսքն էր տանում, մարգարեանում էր։ Բայց տեսեք ինչ արեց Սամուելը։ Հաջորդ խոսքը ասում է. «Բայց Սամուելն ասեց. ինչպես որ քո սուրը կանանց անզավակ թողեց, նույնպես էլ քո մայրը կանանց մեջ անզավակ մնա»։ Եվ Սամուելը գաղգաղայում Տիրոջ առջև կտոր արեց Ագագին։ Կտոր արեց։ Այդ բարի մարդը, խաղաղ Սամուելը, ծեր մարգարեն, Տիրոջ առջև կտոր արեց այդ մարդուն։ Որովհետև սա էր Աստծո վերաբերմունքը Ամաղեկի նկատմամբ, որ հարձակվել էր թույլ եւ անպաշտպան ժողովրդի վրա։ Եվ Աստված ասել էր, որ պետքա ջնջեմ Ամաղեկին, որովհետև նրանք այդ թույլ ու անպաշտպան ժողովրդի վրա հարձակվեցին։ Եվ սա մեղքի նկարագիրն է։ Եվ Աստծո վերաբերմունքը մեղքի նկատմամբ այսպեսին է, որ պետքա կտոր արվի քրիստոնյայի կյանքից, որ պետքա դուրս նետվի, արմատախիլ արվի։ Եվ սիրելի քրիստոնյա, ես ուզում եմ ասել, որ սա հնարավոր է։ Այսօր քրիստոնյաներս երբեմն ապրում են կարծես մեղքին ենթարկված, համակերպված եւ մեղքից կատարյալ ազատություն կարծես չենք պատկերացնում։ Այո, իհարկե մենք մարդ ենք եւ ապրում ենք երկրի վրա ու դերևս պատերազմներ ունենք, դերևս մեղքեր կան, որոնք մեզ, բայց Քրիստոս եկավ ու մահացավ մեզ համար։ Եվ մեղքի գերությունից ազատվել հնարավոր է։ Ինչպես որ մենք հավատում ենք, որ մենք փրկված ենք Հիսուս Քրիստոսի արյամբ, այնպես էլ Հիսուս Քրիստոսի արյունը իզորու է մեզ ազատելու մեղքի գերությունից։ Եվ հատկապես ուզում եմ խոսքս ուղղել երիտասարդներին, որպեսզի հավատակ, որ հնարավոր է մեղքի գերությունից ազատվել։ Որովհետև երբեմն թշնամին խաբում է ու ասում, որ անհնար է։ Դե դու մարդ ես, դու պետք է ապրես, հա, ինչքան էլ գնա եկեղեցի, ինչքան էլ սուրբ լինես, բայց անհնար է մեր մեղքը արմատախիլ անել։ Բայց ես այսօր ուզում եմ ասել, որ հնարավոր է։ Աստծո շնորհով հնարավոր է մեղքն արմատախիլ անել եւ սա է Աստծո կամքը։ Ինչպես որ Սամուելը կտոր արեց Ագագին ու դա նշանակում էր աստվածային դատավճիռը թշնամու նկատմամբ, այնպես էլ Հիսուս Քրիստոս հաղթեց մեղքին։ Եվ այդ հաղթանակը մերն է։ Եվ ես ուզում եմ ասել, սիրելի քրիստոնյա, մենք կարող ենք եւ պետք է մեղքից ազատ կյանք ապրենք։ Բայց մի բան էլ կուզենամ ասել, որը երբեմն վրիպում է մեր աչքերից։ Գուցե այդ այն ինչ որ ես կներկայացնեմ, այդքան էլ չհամապատասխանի այս հատվածին, բայց կարծում եմ, որ սա շատ կարևոր է քրիստոնյայի համար։ Երբեմն քրիստոնյան պայքարում է, այսպես ասած, մեծ մեղքերի դեմ, արտահայտիչ մեղքի դրսևորումների դեմ, բայց մի կարևոր բան կա, որ երբեմն քրիստոնյաները բաց են թողնում, եւ դա մեր բնավորությունն է։ Որը գուցե հատուկ մեղք չի, ընդգծված այդպես արտահայտիչ չի երևում որպես մեղք, բայց բնավորություն, որ քրիստոնյայի կյանքում կա ու շատ հնարավոր է, որ այդ բնավորությունը ճիշտ չներկայացնի Քրիստոսին։ Դրանք հատուկ մեղքեր չեն, բայց ուզում եմ հասկանանք, որ դա Աստծո սրտի համաձայն էլ չեն։ Օրինակ, շատ պարզ բնավորություն կարող լինի, մարդու խառնված կարող լինի, որ մարդ կարող է թափթփված լինի։ Հատուկ մեղք չի։ Բայց այդ մարդը թափթփված լինելով, փնթի լինելով, հնարավոր է ճիշտ չներկայացնի Քրիստոսին։ Եվ մարդիկ չուզենան իր հետ շփվել, չուզենան իրան լսել, չուզենան նմանվել իրեն ու չտեսնեն Քրիստոսի պատկերը այդ մարդու կյանքի մեջ։ Գուցե այդ քրիստոնյան մեծ մեղքեր չունենա, բայց իր բնավորության այդ միգիծը, իր խառնվածքը, որի դեմ ինքը չի պայքարում ու ընդունում է, որ ինքն այդպիսին է։ Կարող խանգարի իրան լիարժեք Աստծո օրհնությունները վայելել եւ ծառայել Տիրոջը։ Մեկ այլ պարագայում քրիստոնյան կարող է լինի շատախոս, որ հատուկ մեղք չի։ Բայց այդ շատախոսությունը հնարավոր է հոգնեցնի մարդկանց ու մարդիկ չուզենան լսել։ Քրիստոնյան պայքարում է տարբեր մեղքերի դեմ ու հաղթանակներ ունի, բայց ընդամենը իր բնավորության մի հատ գծով, որ շատ խոսացող է, որտեղ նստում է ինչ միջավայրում, նստում է անդադ խոսում, մարդիկ չեն ուզում լսեն։ Երբ որ քրիստոնյան գալիս է, էլի եկավ։
Սա մեղք չի, բայց սա կարող խանգարի, որ դու ճիշտ ներկայացնես Քրիստոսին ու կատարես Աստծո կամքը։ Որպես քրիստոնյաներ մենք կարիք ունենք պայքարելու մեր բնավորության գծերի դեմ։ Քրիստոնյա կա, որ կարող է կոպիտ լինի։ Մարդկանց պատասխանեմ, սիրտը մաքուր լինի, բայց իր բնավորությունն է, իր խառնվածքն է, կոպիտ է պատասխանում մարդկանց։ Բայց դա շատ մեծ խոչընդոտներ կարող առաջացնի ծառայության մեջ, մարդկանց հետ շփման մեջ, Քրիստոսին ճիշտ ներկայացնելու մեջ, թեպետ իր սիրտը մաքուր է։ Ինքը ոչ մեկի հետ վիճաբանություն չունի, այդպեսին չի, բայց իր գործողությունների մեջ կոպտություն կա, այդ կոպտությունը կարող է խանգարել նրան։ Քրիստոնյաներ կարող են լինել, ովքեր իրենց ասածին են։ Ինչ-որ մի միտք ունեն, ինչ-որ մի իրենց կարծիքն ունեն, ինչ-որ հարցերի վերաբերյալ առօրյա հարցերի մասին եմ խոսում։ Հնարավոր է դա լինի մեքենաների հետ կապված, հնարավոր է լինի քաղաքականության հետ կապված, խոհանոցի կամ կյանքի ինչ-որ կենցաղի հետ կապված։ Բայց այս մարդու հետ շփվելով, ինչ ասում ես, ինքն իր կարծիքն ունի, ինքն իրանն է ասում, եթե անգամ հասկանում է, որ մի բան թերիասում չէ, մեկը իրանն է պնդում, հնարավոր է սա մարդկանց վանի, որ այս մարդու հետ շփվեն։ Հասկանում եք, սրանք մեղքեր չեն։ Բայց սրանք բաներ են, որ մեր կյանքում տեղ գտնելով երբեմն խանգարում են մեզ Քրիստոսին ճիշտ ներկայացնել։ Եվ սրանք արմատանալով ու խորանալով մեր կյանքի մեջ քանդում են մարդկանց հետ ունեցած մեր հարաբերությունները։ Դրա համար իմ խորհուրդն է, որ մենք որպես քրիստոնյաներ անգամ մեր բնավորության այդ կարծրացած բաների դեմ պայքարենք, որ մերն են ու հատուկ մեղք չեն, բայց թույլ տանք, որ Սուրբ Հոգին ցույց տա, թե ինչպիսին ենք մենք ու փոխի մեզ, մեր էությունը եւ դարձնի Քրիստոսի նման։ Ամեն։ Եվ եկեք շարունակենք պատմությունը Ելիս 17-րդ գլխի։ Մենք տեսանք Ամաղեկին, որ հարձակվեց, որ մեղքն էր, եւ մենք տեսանք Աստծո վերաբերմունքը Ամաղեկի նկատմամբ, որ պետքա արմատախիլ արվեր։ Բայց մի հետաքրքիր բան էլ կա, թե որտեղ տեղի ունեցավ պատերազմը։ Ամաղեկը եկավ Ռափիդիմում Իսրայելի հետ պատերազմեց։ Դա մի վայր էր, որ 17-րդ գլխի հենց սկզբում կարդում ենք, որ այդտեղ վեմից ջուր էր բխել։ Մի տեղ, որտեղ Իսրայելը վայելել էր Աստծո օրհնությունը, Աստծո ներկայությունը, գերբնական մի բան էր տեսել ու հանկարծ այդ նույն վայրի մեջ պատերազմա լինում։ Երբեմն մենք էլ որպես քրիստոնյաներ վայելում ենք Աստծո օրհնությունները, Աստծո ներկայությունը։ Եկեղեցում կարող է հանդիպենք Տիրոջը, երկրպագենք նրան, ու հանկարծ եկեղեցուց դուրս են գալիս ու հանդիպում ենք կայթակությունների։ Այդ օրհնությունից հետո, անմիջապես այդ վայելելուց հետո հանկարծ մեկը ինչ-որ մի թարս բան է ասում, հանկարծ գալիս է մեկին ներելու կամ ինչ-որ ապագայի վախեր ու հանկարծ ինչ-որ բաներ գալիս են այդ օրհնությունը գողանալու, տանելու եւ մեղքը հենց այսպեսին է, որ գալիս է գողանալու ինչ-որ բան մեզանից։ Բայց եկեք կարդանք շարունակությունը։ Մովսեսն ասեց Հեսուին. «Մեզ համար մարդիկ ընտրիր եւ դուրս գնանք Ամաղեկի հետ պատերազմելու։ Վաղը ես բլրի գլխին կկանգնեմ Աստծո գավազանը ձեռքիս»։ Եվ Հեսուն Մովսեսի ասացի պես արեց եւ Ամաղեկի հետ պատերազմեց։ Եվ Մովսեսը, Ահարոնը եւ Օվրը բլրի գլուխը ելան։ Իրական պատերազմ էր։ Այն ինչ որ ուզում եմ ասել, սա է, որ իրական պատերազմ էր Իսրայելի համար եւ նույնն էլ քրիստոնյայի համար իրական պատերազմ կա մեղքի դեմ։ Եվ պատերազմն ընթանում էր երկու ուղղությամբ։ Հեսուն պետքա վերցներ Իսրայելի զորքը եւ մարտի դաշտում պատերազմեր տեսանելի ֆիզիկական թշնամու դեմ, եւ Մովսեսը պետքա Ահարոնի եւ Օվրի հետ բարձրանային բլուր պատերազմելու անտեսանելի թշնամու դեմ։ Ոչ ֆիզիկական, բայց նորից այս պատերազմն էլ շատ իրական էր։ Որպես քրիստոնյաներ մենք ունենք այս երկու պատերազմները։ Մենք պատերազմ ունենք մարտի դաշտում, մեղքի դեմ, եւ մենք պատերազմ ունենք հոգեվոր իրականության մեջ։ Մի քանի օրինակներ կուզենամ բերել, որպեսզի ավելի պատկերավոր հասկանանք, թե ինչ նկատի ունեմ այս երկու պատերազմների դաշտերն ասելով։ Դե երբեմն տարբեր մեղքեր են գալիս մեր կյանքի մեջ, գործողություններ, իրավիճակներ, որտեղ մենք ունենք ընտրություն, մեղք գործել, անհնազանդություն ցուցաբերել Աստծո նկատմամբ, թե հնազանդվել Տիրոջը եւ հեռու փախչել այդ մեղքից։ Հնարավոր օրինակի համար ինչ-որ մի հատ միջավայրում լինենք ու խոսեն, չգիտեմ, քաղաքականությունից, որ շատ տարածված է, երկրի վիճակից, աշխարհի վիճակից,
Եվ մենք գիտենք, երբ որ մենք մասնակցենք այդ խոսակցությանը, մեր խաղաղությունը գնալու է։ Անհանգստությունա գալուց, վախա գալու, մենք սկսելու ենք մտածել մեր կյանքի ապագայի մասին ու այդ ամեն ինչը գողանալու է մեզանից ինչ-որ բաներ։ Եվ մենք ունենք ընտրություն մասնակցենք այդ խոսակցությանը, թե ոչ։ Եվ սա այն դաշտն է, որտեղ պետք է որոշվի մենք մասնակցում ենք այդ ամենին, թե չենք մասնակցում։ Հնարավոր է մեկ այլ իրավիճակ, ինչ որ մեկին գումար եք պարտք, օրինակ 1000 դրամ, ու այդ մարդը մոռացել է ու ձեզ ասում է 500 դրամ ես պարտք։ Եվ դու ունես ընտրություն։ Դու ունես ընտրություն ասելու չէ, գիտես, իրականում ես քեզ 1000 դրամ եմ պարտք։ Կամ ունես ընտրություն ուրախանալու ու ասելու ինչ լավ է չի հիշում։ Եվ սա այն դաշտն է, որտեղ մենք պետք է մեր ազնվությունը ցույց տանք։ Նրանք, ովքեր որ աշխատանքի մեջ են, հնարավոր աշխատանքի մեջ լինեն պարագաներ, դեպքեր, որ մենք կարող ենք օգուտ քաղել, մի փոքր կեղծիքով, մի փոքր ուրիշ ձև ներկայացնելով։ Օրինակ, շինարարության մեջ հնարավոր է մարդիկ լինեն, որ գիտեն, որ իրենց բավարարը 1000 դրամի ինչ-որ նյութեր պատվիրեն ու դա իրանց կբավարարի, բայց իրենք 1500 դրամի ասեն, որ պետքա գիտակցելով, որ այն ավելացածը դե պետքա տանեն իրանց մոտ։ Դեք սրանք հատուկ մեղքեր չեն, այսպես ասած։ Բայց սրանք անազնիվ քայլեր են ու մեղքը գալիս է այդպես անվտանգ թվալով ու կյանքի կենցաղի մեջ այնքան պարագաներ կան, որտեղ մենք հենց հատուկ չենք տեսնում այդ մեղքը, բայց մենք անում ենք դա։ Բայց դրանք մարտի դաշտ են։ Դրանք մի տեղ են, որտեղ մենք ընտրություններ ունենք կատարելու։ Ու ինչպես Հեսուն մարտի դաշտում կոնկրետ իրավիճակների մեջ պատերազմում էր թշնամու դեմ, այնպես էլ այդ պահին մենք ունենք ընտրություն կատարելու։ Կընտրենք մեղքը, կընտրենք մի բան, որ Աստծո սրտին համաձայն չի, թե կընտրենք մեր Տիրոջը հնազանդվելը։ Համաձայն եք։ Բայց հետաքրքիր է, որ որպես քրիստոնյաներ մենք երբեմն շատ ուշադրություն ենք դարձնում այս մարտի դաշտին, որտեղ բուն մեղքը կա, գայթակղությունը կա ու մենք շատ զգուշավոր ենք։ Բայց շատ անգամներ մենք բաց ենք թողնում այն երկրորդ մարտադաշտը, հոգևոր կյանքը, հոգևոր պատերազմը, որտեղ թշնամին այդքան էլ ակնհայտ չի երևում, որը մեր աղոթքի կյանքն է, որը մեր երկրպագության կյանքն է, Տիրոջ երեսը փնտրելու կյանքն է։ Բայց որպես քրիստոնյաներ մենք կարիք ունենք ունենալու այս երկրորդ մարտադաշտի մեջ էլ հաղթանակ։ Եվ ասեմ ավելին, այս երկու մարտադաշտերը շատ իրական ու կարևոր են։ Եվ ես երբ որ խոսում եմ հոգևոր պատերազմի մասին, չեմ խոսում պարզապես եկեղեցի գալու կամ աղոթելու, Տիրոջ շնորհակալություն հայտնելու, խնդրելու, որ մեր ընտանիքը պայ չէ, սա իրական պատերազմ է։ Որպես քրիստոնյաներ մեղքի դեմ մենք պատերազմ ունենք տանելու։ Կռիվ կա, որ որպես քրիստոնյա, ինչպես Իսրայելը եւ Մովսեսը պատերազմում էին, այնպես էլ մենք որպես քրիստոնյա կարիք ունենք պատերազմ տանելու։ Եվ չթուլանալու, երկրպագելու Տիրոջը, կանչելու նրան ու հոգևոր իրականության մեջ ինչ-որ տեղեր գրավելու, իշխանության հասնելու Աստծո հետ։ Եվ ուզում եմ կարդանք պատմության շարունակությունը։ 11-րդ խոսքում այսպես ասում. «Եվ լինում էր, երբ որ Մովսեսն իր ձեռքերը վեր էր բարձրացնում, Իսրայելն էր հաղթում, եւ հենց որ ձեռքերն իջեցնում էր, ամաղեկն էր հաղթում»։ Մեկ քայլ ավելի առաջ գնալով ուզում եմ ասել, որ հոգևոր պատերազմը շատ ավելի կարևոր էր։ Եվ այն ինչ որ տեղի էր ունենում հոգևոր իրականության մեջ, արտացոլվում էր ֆիզիկական մարտի դաշտում։ Եվ նույնն էլ տեղի ունենում քրիստոնյայի կյանքում։ Եթե քրիստոնյան իր հոգևոր կյանքի մեջ, իր աղոթքի պատերազմների մեջ չունի այդ կյանքը կամ պարտություններ ունի, բնական է, որ ինքը այդ մարտի դաշտում, երբ որ փորձությունը գա, ինքը պարտվելու է։ Մենք երբեմն ինչ է ասում, որ մեր ուշադրությունը երբեմն այդ մեղքի դրսևորումների վրա, որովհետև երբեմն մենք կարողանում ենք մեզ զսպել ու ինչ որ մեղքեր չանել։ Ասենք գիտենք, որ պետքա ներենք ու մենք մեզ զսպում ենք, մենք մեզ տրամադրում ենք, չպետքա նեղանանք, մենք մեզ համոզում ենք, որ չպետքա նեղանանք այս իրավիճակում այս մարդուց, այն մարդուց, ինչ որ մեկը մի բան ասես, մենք փորձում ենք մի կերպ անցնենք դա, բայց եթե հոգևոր դաշտի մեջ, հոգևոր իրականության աղոթքի կյանքի մեջ մենք հաղթանակ չունենք եւ չի փոխվել մեր էությունը, երբ որ հանկարծ իրավիճակները նպաստավոր լինեն այդ մեղքի համար, չներելու համար, նորից այդ էությունը գլուխա բարձրացնել։ Քեզ թվում է, թե դու հաղթել ես այդ մեղքին, ոչ մի խնդիր չունես, ամեն ինչ լավ է, բայց երբ որ գալիս է իրավիճակը, անկախ քեզանից, որովհետև
հոգևոր դաշտում դու հաղթանակ չես տարել։ Այդ էությունը սկսում է դրսևորվել։ Բայց սիրելի քրիստոնյա, շատ կարևոր է հոգևոր իրականության մեջ հաղթանակ ունենալ։ Որովհետև երբ որ աղոթքի կյանքի մեջ, պատերազմի մեջ մենք հանդիպում ենք մեր Տիրոջը, երկրպագության մեջ դու հանկարծ հանդիպում ես Հիսուսին, թե որքան նա սիրում քեզ, որքան մեղավոր ես դու այդ գիտակցությունը, երբ որ գալիս է ներել կամ չներելու հարց, դա քո համար խնդիր չի։ Դու արդեն հաղթում ես այդտեղ։ Երբ որ դու վստահում ես քո Տիրոջը, երբ որ դու աղոթում ես ու գիտես, որ քո ապահովությունը միայն ու միայն Քրիստոսի մեջ է, երբ որ աշխարհը սկսում է տատանվել, դու հանգիստ ես։ Դու չես վախենում։ Ոչ քո ընտանիքի, ոչ ներկայի, ոչ ապագայի, ոչինչի համար դու չես անհանգստանում, որովհետև դու արդեն հաղթել ես։ Եվ ցանկացած իրավիճակ եւ երևույթ եւ մեղք առաջին հերթին մենք կարիք ունենք հաղթելու մեր աղոթքի կյանքի մեջ։ Բայց որպես քրիստոնյաներ երբեմն մենք սա կարող է բաց թողնենք եւ վրիպենք եւ չունենալով այդ պատերազմը, բացարձակ չունենալով այդ աղոթքի կյանքը, այդ տեղը, որտեղ մենք պատերազմի մեջ կմտնենք, կամ ունենալով ու թերի ունենալով ու դրան կարևորություն չտալով մենք արդեն պարտություններ ունենք։ Բայց ես քաջալերում եմ ձեզ, որ վերականգնեք այդ պատերազմի կյանքը, աղոթքի կյանքը, Տիրոջ երեսը փնտրելու կյանք, որովհետև այդտեղ հաղթանակներ կունենանք մենք։ Ամեն։ Եվ շարունակության մեջ մենք տեսնում ենք մի հետաքրքիր նկարագիր, որ Փառք Տիրոջը, որ այս հատվածը գրված է ու ներկայացված է հենց այսպես։ 12-րդ խոսքը։ Մովսեսի ձեռքերը ծանրանալիս մի քար արան նրա տակ դրեցին եւ ինքը նրա վրա նստեց։ Եվ Ահարոնը եւ Օվրը մեկը այս կողմից եւ մյուսը այն կողմից նրա ձեռքերը վեր բարձրացրեցին, մինչեւ արեգակի մայր մտնելը նրա ձեռքերը հաստատուն մնացին։ Ֆիզիկական մի երևույթ էր, բայց այնքան խորը հոգևոր բացատրություն կա սրա մեջ, այնքան գեղեցիկ պատկեր կա սրա մեջ։ Մովսեսի ձեռքերը թուլացել էին։ Մովսեսը ինչպիսի կենթանի հարաբերություններ ուներ Աստծո հետ։ Հզոր մարդ, Աստծուց հզոր կանչ ուներ, մեծ ծառայող։ Բայց անգամ Մովսեսի ձեռքերը թուլացել էին։ Եվ Մովսեսը կարիք ուներ իր կողք ունենալ Ահարոնին եւ Օվրին, որոնք եկեք ընդունենք, բայց ավելի պակաս օծություն ունեին, Աստծո այդ հարաբերություն, փորձառություն, կանչ։ Բայց Մովսեսը կարիք ուներ նրանց։ Անկախ նրանից, թե մենք ինչ հարաբերությունների մեջ ենք Աստծո հետ, ինչքան ամուր, լավ, ուժեղ հոգևոր ենք մենք, ինչ կանչ ունենք, ինչ հեղինակություն, դիրք ունենք, մենք կարիք ունենք մեկս մյուսի։ Պատերազմներ կան, որոնք մենք ինքնուրույն չենք կարող հաղթել։ Այո, մենք կարող ենք շատ մտերմություն ունենալ Աստծո հետ, նրա ձայնը լսել, ինչպես Մովսեսը։ Մենք կարող ենք ճանաչել Տիրոջը, երկրպագել նրան, բայց պատերազմներ կան։ Մենք կարիք ունենք մեկս մյուսին սիրելի եկեղեցի։ Բայց ցավոք սրտի, շատ առաջնորդներ, շատ ծառայողներ պարտություններ ունեն։ Մենք որպես քրիստոնյաներ, եւ երկու խնդիր կա այստեղ, կուզենամ դրանց մասին խոսել։ Պատկերացրեք Մովսեսը փորձեր իրեն հոգևոր պահել։ Եվ իրականում ձեռքերը թուլացած էին, բայց Մովսեսն ասեր նորմալ է։ Ձեռքերը թուլանում են, իջնում են, բայց ինքն ասեր ես կկարողանամ, ես մի քիչ հանգստանամ, հեսա կանեմ։ Նրանք կպարտվեին այդ պատերազմի մեջ։ Եթե Մովսեսի հպարտությունը նրան խանգարեր ու թույլ չտալ ընդուներ իրենից ավելի ցածրի օգնությունը, ինչպես շատ անգամներ մենք որպես քրիստոնյաներ մտածում ենք Տերը ինձ կօգնի։ Այո, հոգևոր բան էր կատարվում, բայց անգամ այդ հոգևոր իրականության մեջ ինչքան կարիք ուներ Մովսես իր կողքը մեկ իր ձեռքերը վեր բարձրացներ։ Եվ եթե մենք որպես քրիստոնյաներ մեր հպարտությունը խանգարում է մեզ մոտենալ Քրոջը, եղբորը, մեր կողակցին, մեր ծնողին, մեր երեխուն, ասենք արի աղոթենք։ Իմ ձեռքերը վեր բարձրացրու։ Սա բնական բան է։ Եվ ցավոք սրտի, բայց եկեղեցին այսօր շատ պարտություններ ունի, որտեղ ամեն մեկս առանձնացել ենք մեր խնդիրների հետ, մեր պատերազմների, մեր մեղքերի, մեր Աստծո հետ հարաբերությունների հետ։
Այո, կա անհատական կյանք, կա մի տեղ, որտեղ դա քո եւ Աստծունն է, բայց պատերազմներ կան, որ անկարելի է հաղթել, անգամ Իսրայելը, Աստծո ընտրյալ ազգը, Մովսեսը կարիք ունեին։ Եվ սիրելիս, այսօր թող այդ հպարտությունը, այդ ուժեղ հոգևոր երևալու, այդ ամեն ինչ չխանգարի դիմել ինչ-որ մեկին քո կողքը կանգնելու։ Բայց մի ուրիշ խնդիր էլ կա։ Ինչ կլիներ, եթե Ահարոնը եւ Օվրը հերվում կանգնած նային Մովսեսին ու ասեին, «Էս ինչ մարդ է»։ Համ տեսնում է, որ իր ձեռքեր բարձրացնել իջացնելուց մի մեծ ազգի պատերազմի վճիռա կախված համել թուլացել է։ Հերվում կանգնած նային ու ասեին, «Փողակ ձեռքերը վեր բարձրացնի, ես չի հասկանում այս մարդը ինչա կատարում»։ Բայց շատ քրիստոնյաներ հենց այդպես են վարվում։ Նայում ենք մեր ծառայողներին, ովքեր մեզ համար պատերազմներ են տանում, եւ հերվում կանգնած նայում չեն հասկանում ինչ են անում։ Էս ինչ ձև են վարվում, էս ինչ սխալ են անում, էս ինչ ծառայություն են անում, էս ինչ ծառայությունը դրել են, բայց այսպես կարելի էր անել, այնպես պետք էր անել։ Բայց պատկերացնում եք այդ կերպարը լեռան վրա, Մովսեսը, Ահարոնը եւ Օվրը։ Մովսեսը նստած, իսկ Ահարոնն ու Օվրը, պատկերացնում եք նրանց համար էր դժվար, բայց այդ ձեռքերը վեր էին բարձրացրել։ Սիրելիս, մենք ունենք իրար կարիք։ Շատ ունենք։ Պատկերացնենք այդ պատկերը, թե ինչպես Մովսեսի ձեռքերը թուլանում էին։ Եվ հանկարծ Ահարոնը հեռվից ասում է, Օվրինը նայում ասում է, վազի, հասի, թուլացել են ձեռքերը։ Եվ Մովսեսն էլ իր հերթին ասում է, տղեկ, եկեք, ձեռքերս թուլանում են, եկեք, պատերազմը պարտվում ենք, հասեք։ Ուսա մեր բոլորից կռիվն է, որպես եկեղեցի իրար վազելու ու հասնելու։ Դու որպես անհատ կարիք ունես պատրաստ լինելու ընդունել այդ օգնությունը, ասելու եկեք, ես թուլացել եմ, ես խնդիր ունեմ իմ տանը, իմ ընտանիքի մեջ, անձնական կյանքի մեջ, ես թուլացել եմ, կարիք ունեմ։ Այդ մեղքից ազատվելու փափագն այնքան շատ պետք է լինի, որ մի կողմ դնենք ամոթ ու մնացած բաներ։ Ես այո այնքան եմ ուզում ու գիտեմ, որ այս պատերազմը ինձ մարդ է պետք, ես չեմ ամաչում ասելու, որ ես խնդիր ունեմ։ Բայց միևնույն ժամանակ մենք պիտի պատրաստ լինենք վազելու մեկ ուրիշի ձեռքեր բարձրացնելու։ Ուզենամ արագ ամփոփել այն, ինչ որ խոսեցի եւ մի վերջին միտք էլ արտահայտել։ Եվ կկանգնենք աղոթքի։ Մենք տեսանք ամաղեկին, թշնամուն, ինչպես էր պատերազմում Իսրայելի հետ ու դա մեղքն էր, որ գալիս է քրիստոնյայի կյանքի մեջ։ Բայց մենք նաև տեսանք Տիրոջ վերաբերմունքը մեղքի հանդեպ։ Աստված չի համակերպվում մեղքի հետ։ Սիրելիներ, ես ինքս մեղքեր ունեմ։ Ես ինքս սխալներ ունեմ, պարտություններ ունեմ, բայց դա, անգամ դա մեր փորձառությունը չի փոխում Աստծո վերաբերմունքը։ Եվ այն, որ Աստված տվել է իր շնորհը հաղթելու մեղքին։ Եվ Աստծո վերաբերմունքը մեղքի հանդեպ այսպիսին է, որ պետք է քո կյանքից կտոր լինի։ Անկամ բնավորության ինչ-որ բաներ կտոր, արմատախիլ պիտի արվի, բնաջինջ պիտի արվի, քո կյանքից ամեն մեղք։ Եվ պատերազմը երկու ուղղությամբ է ընթանում։ Մարտի դաշտում եւ լեռան վրա։ Ֆիզիկական եւ հոգեվոր։ Տեսանելի թշնամի եւ անտեսանելի թշնամի։ Եվ երկուսն էլ կարեւոր են։ Բայց իրականում մենք կարիք ունենք հաղթելու մեր հոգեվոր պատերազմները։ Կառուցելու այդ հոգեվոր կյանքը, արթնության կյանք, որտեղ մենք արթուն կլինենք ու կտեսնենք թշնամուն հոգեվոր, ոչ ֆիզիկական։ Մենք պատրաստ կլինենք մեր ընտանիքին սպառնացող վտանգները տեսնել հոգեվորապես։ Եվ պատրաստ կլինենք պայքարելու։ Եվ որ
ամենաթանկ ու կարևոր բաներից մեկն է, մենք կարիք ունենք մեկս մյուսին։ Մենք կարիք ունենք մեր ձեռքերը վեր բարձրացնողների եւ մենք կարիք ունենք ուրիշի ձեռքեր վեր բարձրացնելու, ոչ թե քննադատելու, որ այս ծառայությունը էս ինչ այլ լինելու այդ ծառայության մեջ, պարտաճանաչ գալու աղոթքաժողովի, խոնարհվելու ու աղոթելու, ոչ թե բողոքելու, աղոթելու, խնդրելու Տիրոջը։ Եվ որ մենք այսպես անենք, մեր պատերազմները հավատացնում եմ ձեզ հաղթանակներ կունենանք։ Եվ վերջում Ելիս 17-րդ գլուխ Մովսեսը մի սեղան շինեց եւ այդ սեղանի անունը դրեց Եհովանիսի, որ նշանակում էր Տերն իմ դրոշն է։ Տարբեր մեկնություններ կան, թե ինչու Մովսեսը այդ սեղանը շինեց եւ ինչու կոչեց Եհովանիսի։ Մեկնաբանություններից մեկն այն է, որ Մովսեսն այդտեղ ասում է, որ Աստված Իսրայելին ասում է, որ պետք է Ամաղեկին բնաջին ջանի ու այդ խորհուրդ ունի այդ դրոշակը, որ Աստված պատերազմ ունի Ամաղեկի հետ։ Բայց ինչ խորհուրդ ունի դրոշը։ Պատերազմների ժամանակ դրոշը մի քանի կարևոր բան էր խորհրդանշում։ Պատկերացնենք այն հին ժամանակվա պատերազմները, երբ որ զորքերը պատերազմում էին մարտի դաշտում ու շատ հնարավոր է, որ մեկը պատերազմելով իր բանակից հեռանար։ Թշնամու դեմ պատերազմելով հանկարծ կարար գնար ու ընկներ շրջափակման մեջ, բայց դրոշը ցույց էր տալիս որտեղ է քո բանակը, քո առաջնորդը, քո զորքը, եւ դու անընդհատ քո պատերազմն ուղղում ես դեպի քո դրոշը։ Եվ Տերը մեր դրոշն է։ Եթե մենք հեռանանք դրոշից, մենք կընկնենք գերության, թշնամու մեջ ու կպարտվենք։ Բայց դրոշը այն կանչն էր, որ պետք է մոտենանք նրան, ու Տերը մեր կանչն է, որ մենք մեր կյանքը պետք է մոտեցնենք նրան։ Մեր պատերազմը պետք է մոտ լինի մեր դրոշին, մեր հաղթության դրոշին։ Առանց հաղթության դրոշի մենք չենք կարող հաղթանակ ունենալ։ Բայց Տեր Հիսուսը մեր հաղթության դրոշն է։ Յուրաքանչյուր բանակ ուներ իր դրոշը, եւ սա ինքնություն էր։ Սա նշանակում էր պատկանելություն, ես պատկանում եմ։ Եվ երբ որ ասում ենք Տերը մեր դրոշն է, դա մեր պատկանելիությունն է, դա մեր ինքնությունն է, թե ով եմ ես, թշնամի, ես Քրիստոսինն եմ։ Ես իմ ուժով չեմ եկել։ Ես իմ կարողությունով ու իմ տաղանդներով ես չեմ։ Տերն է իմ հաղթության դրոշը։ Սա է իմ ինքնությունը Քրիստոսի մեջ։ Այո, իմ բնավորությունը մեղքը շատ ուժեղ է թվում։ Անկարելի է թվում հաղթել բնավորությանը, բայց Տերն իմ հաղթության դրոշն է։ Եվ մի բան, որ դրոշը խորհրդանշում էր, պատկերացրեք պատերազմը ընթանում։ Եվ դու ինչ-որ մի մարդ պատերազմի մեջ կարծես պարտվում է։ Թշնամին կարծես հաղթում է, թուլացել է, էլ ուժ չունի, վերջ, ամեն ինչ վերջացավ, թշնամին հաղթեց։ Բայց մի բարձր բլրի վրա, կամ մի բարձր աշտարակի վրա, երբ որ դրոշը բարձրանում էր, դա ազդարարում էր, որ այդ զորքը հաղթել է։ Եվ պատկերացրեք այդ մարտի դաշտում պատերազմի մեջ թուլացած զինվոր, որ կարծես վերջ թշնամին հաղթել է ու հանկարծ գլուխը բարձրացնում ու տեսնում է իր բանակի դրոշը բարձրացած։ Ինչպիսի ուրախություն։ Սա մենք ենք։ Մեղքի դեմ պատերազմի մեջ երբեմն մենք թուլացած ենք, շեղված ենք, երբեմն կարծես վերջ թշնամին հաղթեց, բայց ես այսօր քեզ ուզում եմ ասեմ գլուխդ բարձրացրու։ Գլուխդ բարձրացրու եւ տես այն դրոշը, որ հաղթությունը արարատարակում։ Հռչակում է, որ Քրիստոս հաղթեց։ Քրիստոս հաղթեց։ Քո բանակը հաղթական բանակ է, սիրելիս։ Դու որպես քրիստոնյա կարիք չունես գլուխդ կախելու, թուլանալու թշնամու դեմ, դու հաղթական բանակից ես։ Ու անկախ են մեղքերը ու այն հին կյանքը, որ քեզ թվում է, որ դու չես կարա պրծնես դրանից։ Ես քեզ ասում եմ, դու կարաս։ Բայց քեզ մի նայ։ Նայ են դրոշին։ Քրիստոսը խաչի վրա։ Սա է իմ ու քո հաղթանակը։
Քրիստոսը խաչի վրա բարձրացված, սա է իմ ու քո մեղքից ազատվելու ձևը։ Եվ դատարկ գերեզմանը, սա է այն վերջնական հաղթանակը, որ մեղքը պարտված է։ Փառք Տիրոջը, փառք Տիրոջը, փառք Տիրոջը։ Եկեք կանգնենք փառաբանելու Տիրոջը, աղոթելու ու ասելու շնորհակալ ենք Տեր քեզանից։